Առանց ժամերգության են օրն սկսել Արագածոտնի թեմի շատ եկեղեցիներ։ Իրավական քաշքշուկում հայտնված քահանաներն առավոտյան չեն կարողացել ծառայության վայրեր գնալ։ Քրեական հետապնդումների պատճառով առանց հոգևոր հորօրնության մնացած հավատացյալները բողոքում են անարդարությունից։ Մտածում եմ, որ անարդարությունը չի կարելի այս ամբողջ կներես տղաճան, ամբողջ ժողովրդի հոտի հովիվներին ձերբակալել, դա ապօրինի բան է։ Աշտարակի Սուրբ Մարիանե, Մուղնիի Սուրբ Գևորգ, Սաղմոսավանի Սաղմոսավանք եկեղեցիներում քահանա չի եղել մեր նկարահանումների ժամանին։ Իրիկնամուտին է հայտնի դարձել, որ Արագածոտնի թեմի 12 քահանաներ հայոց հայրապետի մոտ են եղել այսօր։ Գարեգին II-ն իր օրհնությունն ու քաջալերանքն է հայտնել նախորդին բերման ենթարկված հոգևոր սպասավորներին, հայտնել է մայրաթոռը։ Վեհապարի հետ լուսանկարում չի երևում Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանան, նա այսօր մի պահ եղել է Սաղմոսավանքում, պսակադրության կարգ մատուցել։ Սուրբ Գևորգ եկեղեցում առնվազն 1 ամիս ոչ մի արարողություն չի անցկացնի Տեր Գարեգին քահանան, նա այդքան ժամանակ կալանավայրում կմնա դատարանի որոշմամբ։ Ճանաչում եք քահանային։ Գարեգինին շատ լավ, մնացած եմ։ Մուղնու եկեղեցու հարևանությամբ հավաքված այս մարդկանց զայրացնում են Գարեգին քահանայի ձերբակալության մասին հարցերը։ Գյուղի քահանա ոնց կլինի շփոթել։ Մուղնիում չգիտեն ինչ է արել Տեր Գարեգինը, որ կալանավորել է դատարանը։ Ինչ մեղադրանք է, ախպեր, մենք տեսել ենք, որ ձերբակալել են, բայց ինչ մեղադրանք է չենք իմանում։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին մեղսագրվող արարքին օժանդակելու համար է կալանավորվել Մուղնիի եկեղեցու քահանան։ Թեմի առաջնորդը իբր հարգադրել է հավաքների մասնակցի, Տեր Գարեգինն էլ օժանդակել է։ Ասենք ում հավատացյալներին։ Չէ, հոգևորականներին։ Ապեր հոգևորականները այդ իրաց ներքի կողքին է, մենք չենք կարող ասենք ժողովրդին չեն պարտադրել, մենք չենք պարտադրել։ Հանցագործին սարքում են։ Ինձ 3 անգամ տադել են։ 3-ն էլ ստից։ Ալբերտ Սերոպյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։